Ձեզ համար ընթերցում եմ Սուրբ Բարսեղ Կեսարացու խոսքը հաղորդության մասին։ Անհոր և որդու և որդուի սրտամեն։ Լսեք ինձ, իմ սիրելի որդիներ, և ես աննախանձաբար Տիրոջ երկյուղը կուսուցանեմ ձեզ, երբեր իբրև հարազատ որդիների, որովհետև պարտականություն է դրված ինձ վրա, և վայ է ինձ, եթե ձեզ հանապազոր չավետարանեմ, որ թերևս կարողանամ ճանաչել տամ ձեզ, թե որն է Աստծու կամքը, բարին, հաճելին և կատարյալը, քանի որ Եզեկիել մարգարեն Աստծու խոսքով հանապազ զարհուրեցնում է ինձ քահանաների վերաբերյալ այսպես ասելով. «Մարդու որդի, քեզ այդ ժողովրդի վրա տեսուչ եմ նշանակել, եթե տեսնես, որ սուրը գալիս ու վրա է հասնում, և հողից հողատ ձայն չհազդարանես, որ նրանք չզուշանան և սուրը գա ու որևէ մեկին անպատրաստ գտնի, նա կմահանա իր անօրենության մեջ, և նրա այլը քո ձեռքից կպահանջեմ։ Արդ սուրը գեհենի սպառնալիքն է, իսկ հողը Աստծու պատվիրանը, որն այսօր այս Խորանից հայտնում եմ ձեզ։ Ես ով եղբայրներ, ձեր նման մարդ եմ և առավել ևս ծանրաբեռնված եմ մեղքերով։ Բայց քանի որ ձեզ տեսուչ ու խրատող կարգվեցի, ուստի արտասուքով և սրտի բազում հառաչանքով ու սիրով ձեզ եմ ներկայացնում Աստծուն հաճելի բաները, բայց ոչ թե ինչ-որ նորաձայն մտածածին խոսքերով ձեզ վտարանդիները դարձնելու համար, քանզի նաև ես ստուգապես հաշիվ պետք է տամ ձեզ համար կենդանի Աստծո առջև։ Ինչի համար վաղուց անդի դրոշմված Սուրբ հայրերի կանոնը դյուրարուր խոսքերով ձեզ է պատմում, բայց նախ սա իմացեք, որ քահանայության պատիվը չվստահվեց հրեշտակներին, քանզի անմեղ է, այլ մարդկանց, որպեսզի ինչպես որ մենք ենք մեղանչում և հույս դնում Քրիստոսից թողություն ստանալու վրա, այդպես և ձեզ տանք թողության ու ապաշխարության հույսը։ Եվ արդ, աղաչում եմ ձեզ բոլորի համբերությամբ լսել ինձ։ Ահա բացվում է երկինքը և Քրիստոս իջնելով բացվում է Սուրբ Սեղանին, երկնքի ողջ զորքերը աներևութապես երկրի վրա են ծավալվում, սպասավորելու Աստծուն, որ Աստծու որդուն և բոլորվում են սեղանի շուրջ, իսկ Սուրբ Հոգին առատապես շնորհել է բաշխում սրբությամբ մերձեցողներին։ Արդ, դուք իմ եղբայրներ, մեծ զգուշությամբ ու երկյուղով ձեր սրտերում դրեք հետևյալը. մի նկատեք միայն տեսաների հացը ու գինին, այլ այն մեծամեծ խորհուրդը, որ ծածկված է մարմնավոր տեսությունից, և որ միայն հոգու աչքերով է երևում նրանց, ովքեր սրբությամբ փնտրում են այն, և որին ճաշակելով ուրախանում են աստվածային ցնծությամբ, որովհետև Աստված այդ խորհուրդը կարող է վերածել հում մսի և այլյան, ինչպես տեսանելի իսկ եղավ սրբերից մեկին։ Բայց քանի որ մեր զգայարանները չեն կարող տանել հում միսը ու արյունը, այդ պատճառով Աստված հացով ու գինով տպավորեց խորհուրդը, սակայն դուք մի նայեք որպես հացի և ոչ էլ որպես գինի նկատեք, քանզի սա է Աստծու որդու ճշմարիտ մարմինը ու արյունը, որևէ մեկը արհամարհանքով սովորական ընդունելությամբ թող չմերձենա որպես մի ինչ որ կերպ
Ովքերի բազմությամբ շայրվենք հերի մեջ, քանի որ սպառվում են հոգիները նրանց, ովքեր նախապես չեն բաժանվում մեղքից, այլ բևեռված են մնում նրանց վրա։ Եվ դարձյալ ոչ ոք անհուսորեն թող չհեռանա, և սնոտի երկյուղ առաջ չբերի, որովհետև դա երկյուղ չէ, այլ արհամարհանք, քանզի սա է երկնքի արքայության դուռը ու նույն ինքն արքայությունը, որ է Քրիստոս Աստծու Որդին և մեր Աստվածը, նա ով սրբության մերձեցողներին գրանցում է որպես երկնավոր հոր անջնջելի որդեգիրներ, այլ պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր հարազատ որդի հոր կերպարանքի նմանությունն է կրում։ Ուստի և դու, երբ ասում ես հայր մեր, որ երկնքում ես, և խնդրանք ես մատուցում, պետք է այդ նույն նմանությունը քո մեջ ունենաս, որպեսզի քո աղոթքը լսելի լինի։ Այլապես, եթե չունենաս բարերար և մարդասեր երկնավոր հոր նմանությունը, նա չի լսի քեզ և չի խոնարհի դեպի քեզ քո աղաչանքները, այլ քեզ կլսի նա, որի գործի կերպարանքն ունես և որը անդունդներում է բնակվում։ Այս լսելով ձեր անձերից հեռու բանեք չարությունն ու ամեն տեսակ խարդախությունը, յուրաքանչյուրը ի սրտեր ներեք ձեր եղբոր հանցանքները ու ամեն տեսակի անհաշտություն, որ ունեք միմյանց հանդեպ, որպեսզի դուք ևս թողություն գտնելով երկնավոր հորից արժանի լինեք այս զենմանը։ Ձեզանից յուրաքանչյուրն ի բաց մերժեցեք անհավատալությունը, արատավոր խիղճը ու թերահավատությունը։ Սրբեք ձեզնից նախանձը, նենգությունը, չարությունը, կեղծավորությունը, հպարտությունը, ամբարտավանությունը, սնապարծությունը, մարդահաճությունը, հակառակությունը, ոխը, վաշխառությունը, տոկոսատվությունը և բոլոր չորիքների արմար արծաթասիրությունը, ագահությունը, նաև կանացի հյութանքները ու կախարդիչ հրապուրանքները և ամեն տեսակի չարախոսություններ, թշնամությունը, ցանկության ցավերը, մանավանդ սրբեք ձեր բերանից տգեղ ու տխեղծ հայհոյիչ խոսքերը, որով նախատում ենք միմյանց, ինչպես և անօրեն կրակաշտությունը ու անկարգ և անարատ մոլորությունը, քանի որ չար խոսքերը ապականում ու գարշեցնում են նախ այն արտաբերողին, ապա լսողների միտքը, քանզի դատաստանի օրը որտնահար են լինելու գարշելի բերանները նրանց, ովքեր չեն հրաժարվում դրանցից։ Չէ՞ որ Տերը ասաց, որ նա, ով իր եղբորը հիմար է անվանում, դատապարտվելու է գեհենի հրիկ։ Պետք է մեզնից արմատախիլ անենք այսպիսի չարիքները, թող որևէ մեկը չլինի շնաբարոն, մորնիկ, արբագել, գող, հափշտակող, ցանկասեր, որովայնամոլ, հարբեցող, չարական, կռվարար, սպանող, խռովարար, բարկացող, անողոր, բանսարկում, իղծ, թշնամացող, երկթտնազանց, ուխտադրուժ, անօրեն, անիրավ, բամբասող և ուրիշ մեղքերով ծանրաբեռնված, ու դեռ մեղքեր կան, որ մահվան հավասար են, սակայն դրանք այստեղ հիշատակելնից պատշաճ չեն համարում։ Եվ այս ասելով պատվիրում են, որ հին մարդն ամբողջովին դենն է տեկին բոլոր չար գործերով հանդերձ, և զգաստանալով ամենքը զգեստավորվեք պարկեր սուրբ
բարեմի, հեզ, քաղցրապարով, անոխակալ, խաղաղարար, վարքով, հիվանդների ու վշտացածների նկատմամբ ողորմած, տնարկների, աղթակների ու կարոտյալների հանդեպ գթացող լինելով, զարդարված ամեն տեսակի արդարությամբ, սիրով, հավատքով, հույսով, կատարյալ սեր ունենալով առ Աստված և դեպի մարդիկ, քանզի բոլոր արդարությունների լրումը սուրբ սրտից և անկեղծ հավատքից բխած սերն է։ Պատվեք ձեր հայրերին ու մայրերին, տղամարդիկ, սիրեցեք ձեր կանանց, ձեր անձերի նման, և դուք կանայք, հնազանդ եղեք ձեր ամուսիններին, ինչպես տերերի։ Երկուսը տեր երկյուղ ունեցեք Աստծուց, պատվեք կիրակի օրը, երիտասարդներ և կույսեր սրբությունը սիրեք, որպեսզի այս սրբությունն ընդունելով լուսավորվեք այնպես, ինչպես լուսափայլ հայելին է պայծառանում, երբ արեգակի շողերը հայրատակում են նրա վրա, և աճելով առաքինությունների մեջ ապրեք արդարությամբ, որպեսզի չդատապարտվեք ըստ առաքյալի խոսքի, որովհետև արդարև տարաժան մահերը, անտանելի ցավն ու բազում հոգնությունները, բոլոտություններն ու մնացած ամեն բան անարժան հաղորդությունից են լինում։ Կեղծավոր որևէ մեկը թող ներսում չմնա, դրսում կանգնածների մտքում կարծիք ստեղծելով, թե իբր հաղորդողներից է, որովհետև անարժաններն ու երկմիտները Աստծուց որևէ բան չեն ստանում, քանզի Աստված չի փորձում։ Մարդկային ամոթը պատճառ մի բերեք, որովհետև այս ամոթը ոչինչ չէ, այլ մեծագույն ամոթը լինելու է այնտեղ տիեզերական հրապարակի վրա, այնինչ այժմ թաքցնում ես ինձնից և չես խոստովանում ու չես ապաշխարում, այնտեղ մեծ դատավորի առջև հրապարակվելու է, հրապարակային բացվելու է, և այլևս չես կարողանա թաքցնել քո գործերը, որովհետև քո հոգին քեզ համար մեղադրող կլինի Աստծու և հրեշտակների և սրբերի առաջ։ Արդ, ահա այս բոլորը աննախանձ սրտով ասացի ձեզ, այսուհետև անպարտ եմ ձեր արյունը, ձեր գլուխ։ Ես խաբված եմ ձեր արյունից, որ մինչև հիմա ինձ վրա կար, սակայն գիտեմ, որ ձեր մեջ կան ոմանք, որ արհամարհում են ասածներս։ Ուստի ձեզ ի վկայություն են բերում այս խոսքերը, որոնք այսօր խորանի վրայից քարոզեցի ձեզ։ Դատաստանի օրը Քրիստոսի ահասար սուրբ խորանի առջև ձեզ դեմ հանդիման կբերեմ սուրբ ավետարանի վկայությամբ, և այն ժամանակ այլևս արհամարհողը չի կարող արհամարհել, այլ կշտամբանքով պատուհասակոց կլինի և կուղարկվի դեպի գեհեն, դեպի անշեջ լուր, դեպի հավիտենական խավար, ուր լաց է և ատամների կրճտոց։ Այժմ ավարտում եմ խոսքս, որովհետև խորհրդի մասին կարծես ամեն ինչ ասածից ես, համառոտ ու պատշաճ կերպով։ Արդ, նրանք, ովքեր արժանավորաբար են հաղորդվում, զարդարված բարի գործերով, Պետրոսի և մյուս սուրբ առաքյալների հետ պսակվում են մեր Աստծուց Քրիստոսից, իսկ ովքեր εμբոստությամբ են հաղորդվում, կրկին խաչն են հանում Աստծու որդուն, և ովքեր լիրբ երեսով ու անարժանությամբ են հաղորդվում, մատնիչ Հուդայի և խաչողների մասն ու բաժինն են ստանում, ձեր օգուտը դուք իմացեք։ Իսկ Սուրբ Հոգին, որ սրբերի բնակարանը ու բոլոր բարիքների
աղբյուրն է, թող մաքրի ձեր հոգիները ու մարմինները և հրկական խորհրդանոցը